բացաբար աջակցել են միմյանց տեխնացություններին, հյուրընկալելու այս գագաթնաժողովները։ Պատվարժան հյուրեր, ինձ համար շատ բան է տեղի ունեցել այս գագաթնաժողովների շրջանակում եւ տեղի ունենում նաեւ հիմա պատմության մեջ առաջին անգամ։ Իմ առաջին երկկողմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ տեղի ունեցավ նշված Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Պրահայում եւ հիմա Թուրքիայի փոխնախագահն այստեղ է, մասնակցում է Երևանում այս գագաթնաժողովին եւ նա Թուրքիայի առաջին փոխնախագահն է, ով երբևէ այցելում է Հայաստան։ Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցեգովինայի նախագահները, Եվրոպական խորհրդարանի նախագահ, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի, Անդորրայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Սլովենիայի, Կոսովոյի, Լիխտենշտեյնի վարչապետները այցելում են Հայաստան պատմության մեջ առաջին անգամ։ Սահեստական պատճառն է այս գագաթնաժողովը Հայաստանի համար պատմական համարելու, եթե չնշեմ բուն գագաթնաժողովի փաստը, որը եվրոպական այս մասշտաբի առաջին միջոցառումն է, որը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալում է Հայաստանը։ Հարգելի ընկերներ, շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս պատմությունը Հայաստանի համար։ Իհարկե, այս գագաթնաժողովը կարևոր է միջազգային համատեքստի համար եւս, հատկապես հիմա, երբ աշխարհի առջև ահագնացող եւ բազմակի մարտահրավերներ են ծառանում Ուկրաինայից մինչեւ Մերձավոր Արևելք։ Ես հանդգնում եմ հուսալ, որ մեր քննարկումների եւ խոսակցությունների արդյունքում այս գագաթնաժողովը կարող է պատմական գագաթնաժողով դառնալ միջազգային խաղաղության եւ կայունության համար նույնպես։ Եվ ես մեզ մաղթում եմ հաջողություն եւ հետեւողականություն այս նպատակին հասնելու ճանապարհին։ Ոչ, որը պարտադիր չէ, որ Երևանում լինի, բայց հույս ունենք կլինի մոտ ապագայում։ Տիկնայք եւ պարոնայք, մեծարգո հյուրեր, հարգելի ընկերներ, այժմ ես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայտարարում եմ բացված եւ մեզ մաղթում արգասաբեր, բովանդակալից եւ ապագային միտված քննարկումներ, շնորհակալություն։ Շնորհակալություն այժմ պատիվ ունեմ նախագահ Անտոնիո Կոստային հրավիրելու բացման խոսքով հանդես գալու։ Խնդրեմ, պարոն նախագահ։ Հարգարժան վարչապետ,